Բարդեսերակիսեր Սոնի Ղարաբյան Ղարաբյան Real Finance ընկերության կողմից այսօր սեպտեմբեր 28 2025 թվական ունենք բավականին նորություններ, ոմանք լավ նորություններ, ոմանք ավելի կրթության համար հարցումներ կամ խնդիրներ, որ տեսանք նամանավանդ վերջի երկու շաբաթվա ընթացքին տոկոսների առիթով refinance-ի համար, ինչպես խառնուրդներ կար կամ շփոթություններ կար մեր հայրենակիցների մեջ, որ կարողացանք իրանց օգտակար լինել եւ ասեմ ավելի լավ ձեր հետ խորհրդացենք անշուշտ նոր տեղեկություններ ունենք ընդհանրապես էկոնոմիի մասին, որ ինչպես է ազդում տան արժեքները, ձեր payment-ները եւ ընդհանրապես affordability-ն կամ ձերը կամ ձեր երեխաներինը կամ ապագայինը։ Սկսելով ամիջական էկոնոմիի լուրերը, որ ազդեցությունը տեսանք ուրբաթ օրը։ Ուրբաթ օրը երկու զեկույց դուրս եկավ, մեկը լինելով PCE հասկացողության, որ այս PCE նշանակում է ընդհանրապես personal consumption expenditure անգլերենով, այսինքն ժողովրդի դրամը, որ ծախսում են ապրանքների կամ սերվիսների վրա, այսինքն ուտելիք, մեքենա, հագուստեղեն, ժողովրդի ծախսած spending on goods and services հասկացողությամբ։ Եվ դա երկու մասի է բաժանված, մեկը կոչվում է headlines PCE, որ այս բոլոր ամեն տեղեկությունները մեջն է մտնում, մյուսը կոչվում է core PCE, որ այդ core PCE մեջից հանվում է ուտելիքը եւ էներգին կամ ավելի շուտ էներգի ասելով utilities կամ գազը կամ օգտագործում։ Ինչու՞ որտեվ ուտելիք եւ գազը դրանք փոխվում է շատ պահանջի պետքությունը կա, որ մարդիկ պետք է ուտեն եւ այլն, սոյդի հանում են։ Ընդհանրապես այս PC տեղեկությունը headline PC-ին սպասելիքներ, որ 3/10-րդի չափ ամիսից ամիս պետք է աճ ունենա, այսինքն թանկությունը այդքան ժողովուրդ ինչ որ ապրանք են արել կամ սերվիս են օգտագործել, այդ սերվիսի եւ ապրանքը մեկ ամսվա մեջ 3/10 ավելի շատ են վճարել, քան թե նախկին ամիս։ Եվ այդ բախտատելով նախկին տարվա հետ օգոստոս ամսվա մասին է խոսքը, մոտ 2.7% ավելի թանկ են վճարել, քան թե անցյալ օգոստոս։ Եվ այդ ինչպես ասեմ ուտելիք եւ գազը հանենք մեջից, էներգին հանենք մեջից, ամսական 2/10-րդի չափ եւ տարեկան 2.9%։ Այսինքն եթե դուք մեկ բան արել եք, ինչ որ արել եք անցյալ տարի $1, այս տարի արել եք նույն ապրանքը $1.3 այս 3% աճը, որ կենտրոնական բանկը փորձում է որ 2%-ի վրա պահի, որ հիմա 2.9 core PC-ին, որ կենտրոնական բանկը մոտիկից նայում է եւ հետևում է այս տեղեկության, որ տեսնի արդյոք սղաճ թանկությունը կա կամ չկա։ Անշուշտ ուրիշ բաներ էլ նկատի են առնում, մեկը լինելով այս շաբաթվան մանավանդ jobless claims, այսինքն ժողովուրդը, որ դիմեր են, որ գործից զրկվել են, այսինքն անգործությունը եւ դիմեր են օգնության։ Այդ jobless claim-ը իջավ 218,000 անձնավորություններին, որ սպասելիքն էր 235,000։ Դա նորեն լավ լուր է, լավ լուր ասելով, որ գործերի էկոնոմի, որպես jobs, որպես labor market resilience, այսինքն ցույց է տալի, որ ուժեղը դեռ էկոնոմին ժողովրդին չեն գործից հանում եւ որտեղ տեսնում են չեն դիմում անգործության։ Եթե էլ հաներեն ուրիշ տեղ գործաճար է, այդ էլ կա։ Ուժեղ որպես մի strong labor market ունենք, այսինքն գործերը լավ ընդհանրապես ստեղծված բոլոր Միացյալ Նահանգների մասին է խոսքը եւ անշուշտ inflation-ը, որ սղաճ որ տեսնում եք 2.9%-ի չափ այլ է բախտատելով անցյալ տարվա հետ, որ ավելի բարձր է, քան թե 2%, որ կենտրոնական բանկը ուզում է, այս երկուսը որ միասին խառնում են, մեկ ինչ որպես pressure այլում, մեկ ինչ ուժ է գալի կենտրոնական բանկի վրա, որ տոկոսները իջացնի, ասում է որ businesses are good, էկոնոմին լավ է, թանկությունը գալիս է առաջ, չեն կարող թողնենք թանկություն առաջ գա, եւ մեկ օսես ժողովուրդը գործ ունեն, այս հարցերով ինչու պետք է տոկոսի իջացնենք, որտեղ եթե իջացնենք, թանկությունը ավելի կշատանա։
So ուզում են որ դա առաջը բռնեն։ So առայժմ a strong labor market ինչպես ասամ եւ ինչպես ասեմ upward pressure on inflation, որ թանկությունը սղաճնա, կարող է որ էսի կենտրոնական բանկի համար մահատ զգուշության մոտենան հարցերի։ Մատ ուրիշ report էլ կա որ GDP-ներ, որ gross domestic product-ն է, որ ինչ որ արտադրվում է Միացյալ Նահանգների երկրի ներսը, դա առուվաճառքն է, որպես economy data է դա, եւ երամսյակով են բախտատում առաջի երամսյակ, երկրորդ երամսյակ եւ երրորդ երամսյակը։ So երրորդ երամսյակինը եւ չմոռանանք ինչքան բարձր է ելում այդ GDP-ն, այսինքն higher income ավելի եկամուտները շատանում է եւ more buyer demand, այսինքն ժողովուրդը ավելի են պահանջում եւ սկսում են։ Երբ որ GDP-ն պակաս լինի, թույլանա, այսինքն էկոնոմին կամ անցածել է ընդհանրապես եւ կարող է այսի տոկոսները իջացնի մանավանդ տուների տոկոսները, բայց նույն ժամանակ housing market-ը էլ կմեռնի, որտեղ գործի հարց կա, ժողովուրդը գործ չունեն, եկամուտ չունեն։ So GDP-ն չես ուզում շատ իջնի, ուզում ես որ թիվերը ճիշտ լինի։ 3.8% էր բարձրացե, որ սպասելիքն էր 3.3%, մեկ քիչ նորմալից ավելի բարձր։ Նորեն էսի սիգնալը տալի, որ էկոնոմին Միացյալ Նահանգներինը դեռ բավականին զորավոր է։ So կենտրոնական բանկը, ինչպես որ շուկան արդեն համոզված է, երկու անգամ եւս այս տարի պետք է տոկոսները իջացնի, ամեն անգամ 40%-ի չափ, ինչպես իմանա 40%-ի իջացավ անցյալ շաբաթ, 0.5% էլ մինչև տարվա վերջը երկու անգամով սպասելիքը շուկային է դա, բայց միշտ բայցը կա timing-ը շատ կարևոր է, որտեղ եթե timing-ը ճիշտ չլինի եւ կենտրոնական բանկը սխալ timing-ով անի, դա կարող է լրիվորեն shift անի մեկ կողմից կամ մյուս կողմ։ So որպես կարճատև մոտեցում ինչ են նայում, կարճատև այո, rate cut-ը տոկոսները կարող է որ լինի, հարցն է որ երբ եւ ինչքանով, ոչ թե չի լինի, երբ կլինի, արդյոք այդ արագությամբ դա ավելի կամած եւ ավելի դանդաղ։ Հիմա Նեսվելա պարոնես ինչ տուների եւ այլն։ Այս լուրերը որ դուրս եկավ, անմիջապես ազդեցություն ունեցավ 10 տարվա treasury վրա, որ 30 տարվա վարկերը, ինչպես իմանում եք, անուղակի հետևում են 10 տարվա treasury։ Դա օրվա մեջ մոտ 4.19 ելավ, եթե հիշում եք, այն օրերով կենտրոնական բանկի ժողովը չերել է սեպտեմբեր 17-ից առաջ, նույնիսկ մինչև 3.9 իջավ։ Հիմա 4.19 ելավ ուրբաթ օրը, եւ էսի անշուշտ դեռ հայտնի չի ուր այդում տոկոսները նենցիչ բարձրացավ տուներինը, մեկ քիչ elevated, մեկ չնչին բարձրացավ, բայց այնց spike, որ ասենք բարձրանա չկար, մինչև նայենք surprise-ներ ունենալու ենք դե ոչ առաջիկա ամիսների մեջ։ So stability մեկ քիչ yield-ի մեջ կա, 4-երի մեջ 10 տարվա treasury-ին մնացել է։ So inflation-ը պետք է որ թեթևանա, որպես ինչա նայում buyer-ների համար, այսինքն գնողների համար ինչ տարբերություն կանի, գնողների համար ընդհանրապես կենտրոնական բանկի տոկոս կտրելը կարող է լինի, բայց mix սպասեք, որտեղ կարող է այդքան շուտ չլինի։ Երկրորդը չի նշանակում է տոկոսի իջացնի, mortgage rate-երը կիջացնեն։ Հիմա ամենից ճիշտ քայլը առողների համար է, որ օգտագործեն սելերներից որպես incentive, որ վճարեն, որ կարողանան տոկոսները բերեն ցած, որտեղ affordability հարցը։ Այսօր մահ գնող տուն չի առնում, ոչ թե չի ուզում առնի, ոչ թե տուն չկա, այո, պակասությունները կան, բայց մեծամասնությունը affordability payment-ի հարցը։ Եվ եթե սպասում եք տոկոսները իջնի 5-երի մեջ որ առնեք, արդեն 5-երի մեջ high fives, ասենք 6% կլորակացնենք, հիմա կարող ես temporarily buy down-ով, որ միշտ ցույց եմ տվել ձեզ, որ նորից ցույց կտամ եւ կբացատրեմ, կարող ես տոկոսը իջացնես մինչեւ 4%-ի, կամ permanent buy down-ով, որ մի անգամ կամ երկու անգամ point վճարելով իջացնում ես։ Ինչևից ես երկուսն էլ կարող եք seller-ի միջոցով օգտագործել, որ վճարել, սպասելը որևէ ձևով ձեզի արդյունք չի ելնի, որտեղ կարող ես նույն intention, այսինքն նույն շահերը ունենալ
տոկոսին սպասելու փոխարեն, եթե տոկոսի համար եք սպասում։ So բայերների համար որ սպասում են, որ մեծ տոկոսի փոփոխություն ելի պաշտոնական, կարող եմ ասել, որ disappointed կլինեք, մի կսպասեք այդպիսի major տոկոսները իշնի ավելի լավ օգտագործեք, ինչպես ասամ, այդ buy down-ները, որ մեզ եթե չեք իմանում, մոտեցեք, մենք ձեզ կբացատրենք եւ կփորձենք օգնել։ Ինչ որ վերաբերում է seller-ներին, որպես վաճառողներ, economy-ն ուժեղ է, job market-ը կա, ուրեմն գնողներն էլ ունես, բայց չմոռանանք, այս նույն խնդիրը մեկ քիչ առաջ բայերների համար ասամ, որ affordability հարցը գործ ունի, պահանջ ունի, բայց payment չի կարող վճարի համեմատաբար թանկության, որպես seller ինչ պետք է անեք, արժեքը մենք բերեք ցած, այսինքն եթե սխալ արժեք է, իջացնեք, սխալ արժեքի մասին չի խոսքը, բայց եթե տեսնում ես action չկա, մի բան է քեզի բացատրում, այսինքն այս արժեքը ճիշտ չի, որտեղ միշտ բայեր կա, բայց seller incentive-ը վճարես, որ advertise անես, ասես գիտես, իմ տունս եթե առնես, ես քեզ 2 փոնդ կվճարեմ, որ տոկոսը գա փոխարեն 6, ելնես 4.5 կամ 5։ Այն ժամանակ բայերը կասի թե այս տունը առնենք, որտեղ այս վաճառողը ինձ կարող կողքի տունը էլ արժանա, բայց տոկոսս 6 է, այս տունը մեկ ինչ թանկոտ է, բայց տոկոսս 5 է տալի։ Հետո վրա մեծ տարբերություն կանի ձեր համար, եթե այդ ձևի մոտենակ հարցին։ Սո ընդհանրապես մարքեթի ինչ է սպասում արժեքների, տոկոսների եւ այլն, եթե սպասում եք այդ 3-4 տոկոսները not anytime soon, հայտնի չի երբ կենի խոսում ենք years and years and years։ Տոկոսները հիմա մոտարապես ասեմ high fives, mid fives, 5-երի մեջ եք ընդհանրապես տեսնում, բայց buy down-ով կարող եք առաջադիմություն ունենալ։ So buy-ների համար, եթե սպասում եք big rate drop, որ տոկոսը իշնի, ամենաճիշտ strategy-ն այն է, որ seller-ների հետ կարողանաք խոսակ, որ seller credit ստանաք, եւ seller-ների համար որ տունը ծախեք չի ծախվում մնացել, ամենաճիշտ ձևը այն է, որ կարողանաք affordability solution ունենալ buyer-ներին օգտակար լինեք։ Ինչ որ վերաբերում է բոլորիս ամենից ոչ seller, ոչ buyer, պետք է ասեմ, որ կենտրոնական բանկը պետք է զգուշությամբ մոտենա հարցին, որովհետեւ ձեր student loan-երին, մեքենայի loan-երին, credit card loan-երին եւ այլն խանգարելու է կամ օգնելու է։ Ուրեմն խոսանք այս refinance-ի համար, որ մանավանդ այս վերջի 2-3 շաբաթվա ընթացքին, որ միանգամից բարձրացավ եւ rightfully so, ինչու, որովհետեւ մեր հայրենակիցների մեջ ինչ որ միջով հիմա նայեր ենք, միջինը 400, 500, 600, 700, $1000 ամսական savings-ներ ենք տեսնում, որ payment-ը իջացնում է։ Հիմա ունեցել ենք հայրենակից, որ հեռաձայները տոկոսը ինչ է, ասել ենք օրինակ տոկոսը 5.8 է, ասել դե սպասեմ ավելի իշնի, դեռ չի, հակառակը բարձրացել է եւ դեռ սպասում է։ So այդ ամիսը օրինակ $300 պետք է save աներ կամ $400 կամ $500, հիմա 500-ի փոխարեն 400 է, 400-ի փոխարեն 300 է։ Եա savings-ը մի քիչ իջավ, պարզապես սպասելով։ Բայց բացատրենք ինչպես է սիստեմը, ինչպես է տոկոսի լաքանելը, lock the rate, կամ տունը առնում եք կամ refinance եք անում։ Առնելու ընթացքին ավելի զգուշությամբ եք մոտենաք հարցի, որտեղ ժամանակի հարց ունեք։ Սո սկսենք մեկը լինելով, որ տոկոսներ ինչպես իմանում ենք volatile է, այսինքն տատանվում է, փոխվում է, առավոտը բացվում է ցած, ճաշին բարձրանում է կամ հակառակը, ճաշին առավոտը բարձր է, ճաշին իջնում է, օրական 2 կամ 3% կարող է փոխվի։ Ինչպես իմանում ենք, մենք արդեն 6-ից 7% մեջ ահագին փոփոխություն ունեցել ենք միայն 2025 թվականին։ 7 էր, հետո իջավ 6, եւ կապ ունի economy-ին, կապ ունի կենտրոնական բանկին, կապ ունի, ինչպես ասեմ, ուրբաթ օրվա զեկույցի նման զեկույցներ դուրս կա, կամ սեպտեմբեր 17-ի կենտրոնական բանկի զեկույցները։ So այս global մահատ հարցերը եւ այս global օրական ծրագիրները ելնում է պատերազմը ելնում, Ուկրաինի հարցն է ելնում, թերորիզմը ելնում եւ էսի փոխում է տոկոսները։ So ամեն ճիշտ ձևը լաք անելու համար տոկոսը լաք անես,
պետք է օգտագործես ճիշտ ստրատեգիներ, որ նայենք ինչպես է ձևը։ Ամենից ճիշտ բանը ելումը ճիշտ ձևը timing։ Timing-ը շատ կարևոր է։ Երբ, բայց այն ժամանակ ես կարող իմանաս երբ որ հասկանաս եւ սովորես ընդհանուր մեխանիզմը, որ այս տոկոսի հարցը ինչ է, որից է գալի, ինչ է այդում, երբ վերև կետա, երբ ցած կետա։ Rate lucky behind the scene հասկանալով, որ ինչ է կատարվում են հետևները, մենք չենք իմանում այս տոկոսների հարցով։ Միշտ սովորություններ կա եւ խոսակցություն կա, որ ավելի շուտ չեմ, եթե իրականությունն է դե չէ, բայց ոչ ոք, ոչ մի անձնավորություն չկա, որ կարող է քեզի գուշակի, որ չորեքշաբթի օրը տոկոսի ինչ կլինի։ Տեսփան գոյություն չունի։ Դա ձեր մտքից հանեք, որ որևէ մոքի իմանում է։ Բայց կա այսօրվա տոկոսների environment իմանու մոր բարձրանա մոր իջնում է եւ այլն financial safeguard մեծ ապահովություն ունենալու համար որ իմանաս ինչա ճիշտ է նա որ օգտագործես տոկոսը լակ անենք դե չանենք սպասենք մեծ եթե լակ չես անում մյուս բառնա գործածում են ասեն to float the rate float այսինքն չեմ հիշում հայերենով ինչ են ասում ջուրի վրա float ես անում չես խորտակվում տենցի ասելով Հիմա ինչեր կա, ինչեր չկա, ամենից կարևորներից մեկը որ անշուշտ կա, market awareness, պետք է իմանաս շուկան ինչ է, այսօր շուկայի ամեն սեկտորները, ոչ թե միայն տոկոսինը, ոչ թե միայն 10-year treasury-ին, CPI-ը, GDP-ին, inflation-ը, AI-ը, stock market.com-ը, ամեն ինչ commodities, պատերազմ, ամեն ինչի մասին պետք է տեղյակ լինես, օրենքները, policies, պետական, տեղական, SPN ինչ որոշավ, պետությունի պայմանները ինչա, այսօր ձունա եկե, ուրեմն սարը խփերա ծորեն չկա, ծորենը, իմպորտը, գազը թանկացել է, էքսպորտը շատանում է, որտեղ թրակները ավելի թանկ են, այս բոլոր սեկտորները, մանրամասերը, պետք է տեղյակ ելնես, պետք է գաղափար ունենաս, պետք է վարկանապես կամ օրական հետևես, որ կարողանաս այդ որոշումը տաս, որ կարծիքս է, որ տոկոսս կարծիքս ոչ թե գարանտի, ոչ ու կապական չի իմանում, ոչ ամենահզոր էկոնոմիստներն էլ չեն իմանում, բայց իմ այդ բոլոր փորձառության վրայից, jobs report եւ այլն, եւ 34 տարի գործի մեջ կամ ուրիշների մասին է խոսքը կարմենակ ես չէ, իմանալով, որ ինչ սպասելիք կունենանք տոկոսների մասին։ Եվ այդ ձևով մենք կարող ենք խորհուրդ տամ, նորեն բացատրելով the pros and cons, լակ չանես ինչ կելնի, լակ անես ինչ կելնի, եւ դա վրայից մենք խորհուրդ ենք տալի եւ բարեբախտաբար մինչեւ հիմա we've been on the money. So it's a win-win situation, բայց միակ ձևը ելնում է ոչ թե միայն վստահություն իմ վրա, այլ ես պետք է ձեզ սովորացնեմ, որ իմանաք ինչ է։ Տարիների ընթացքին արդեն 2014 թվական փետրվարին ես այս հեռուստակայարանից ձեր հետ հույր եմ ելել եւ բավականի սովորացրել ենք։ Եվ այս ռեյտլակը mən նրվես վիճակ այլուն ժողովրդի համար, բայց տուն առնելու ընթացքին ունես մեկ բաներ, որ it works against you։ Մեկը լինելով շատ էջենտներ ասում են, որ արի թանկ իմ loan agent-ի մոտ գարանտի է, միտքս հանգիստ է, տարիներ հետը գործեր եմ, շատ լավ տղա է, չեմ ուզում ռիսկ անեմ, տունը կորցնես եւ այլն, տանում է իր էջենտի մոտ։ Դուք էլ չեք ուզում տունը կորցնեք, դուք էլ չեք ուզում ռիսկ անեք, դուք էլ վստահում եք ձեր real estate agent-ին, դուք loan agent-ի մոտ։ Հիմա օրինակ, ինչպես միշտ ասել եմ, եթե ուզում եք իմանաք, որ ճիշտ տոկոսը այդ օրվանը ինչ է, հարցրեք 4 կամ 5 անձնավորություններից, բանկերից, mortgage broker-ներից, գրական in writing, որ ձեր պայմաններով, այս իմ credit scores, ինչա տոկոսս։ Եվ եթե
5-ից 3 ասեն տոկոսը 6-ա, 1 ասի 9-ա, 1 ասի 3-ա, ճիշտ է ելնում է 6%, որտեղ մեծամասնությունը հետ են ասեն երկուսը 2x չի։ Հետո կարող եք քո real estate agent-ին ասես տեն քո agent-ը 8 ասե, ես նույն 6 են 3 հոգի ասում։ Չեմ ուզում իր այդ աշխատեմ։ Ինչու ավելնոր։ Մի վախեցի, այն 3-ը բավականի պատրաստված է, որ գարանտի են անում, ես տունը չեմ կորցնի ժամկետի կողմից։ Բայց այդտանից դուրս, երբ որ real estate-ի առնելու ընթացքին ես, դու ունես օրինակ 30 days escrow, 45 օր, 30 օր, 20 օր, կամ նույնիսկ loan-ի approval-ը 14 օր կամ 10 օր կամ 20 օր, որ այդ loan contingency-ն ընդհանրապես հանես։ Ուրեմն դու ունես երևի at best մի ամիս average 21 օր, այսօրվա պայմաններով 14 օր ժամանակ ունես այն օրվանից, որպես ես տունը առնում եմ, մինչև տոկոսը լաքան ես։ 14 օր կամ 20 օր, բայց մեծամասնություն 14 օր այսօրվա պայմաններով։ Ուրեմն առաջի օրը տունը escrow եք բացում, offer ընդունում են, մեծամասնությունն էլ ելնում է 5-շաբթի կամ ուրբաթ, weekend-ին ոչինչ չեք կարող անել, որտեղ տոկոս չկա, երկուշաբթի օրը ձեր loan agent-ին հեռացայնում եք, մանավանդ ընդան որ ձեր real estate agent-ն ծանոթացրել եւ ասում եք, որ escrow-ն բացել, սկսենք loan-ը ինչպես անենք, արդեն pre-approval-ը սկսել ես վստահ եմ հետո հուսով եմ, pre-approval-ը սկսել ես, մեծամասնություն խոսացել ես արդեն հետները։ Եվ ասում ես այսօր տոկոսը ինչ է։ Եվ արդեն երկուշաբթի են խոսում, որ offer-ը բացել ես 3 օր առաջ, escrow բացել ես 3 օր առաջ։ Երկուշաբթի տոկոսը ասում է օրինակ 6.5։ 5-շաբթի տեսամ, ինձ մի հատ advertising եկե թուղթեր եկե, որ 5.75 երեսի 6.5 շատ է։ Ո՞վ է, այսօրվանն է 6.5։ Վաղը մյուս օրը դու 14 օր ժամանակ ունես մինչև լաք անես։ Արդյոք սպասես, դե չսպասես։ Problem-ն է տվյալը։ Եթե սպասելու ես, դու ժամկետ ունես, ամենալավագույնը 14 օր կամ 20 օր, մինչև այդ պետք է կողպես escrow-ն, պետք է բալանին տա, սելերը սպասում է։ Refinance-ի նման չի, որ ժամանակը քո ձեռը լան, սպասենք հələ։ You have time. So 6.5-ա առաջի օր ասում են սպասենք 5 օր 10 օր անցավ 6.5 այդ բան վրա 6.6 6.7 6.8 3 օր մեկ հեռացանում ես agent-ի դե այսօր արդեն 7 այլ է and you lost that 6.5%. Նույնիսկ այն ժամանակ կարող է 6 ուրիշ տեղ ելներ, բայց դա այդպես գնացել 6.5 լավ չես արել 7 Եվ 7-ով ասպես այդ payment-ը չեմ կարող տամ, շատ ավելի թանկ է, ուրեմն cancel անեմ, ռուսերենի կասում են չես կարող cancel անես, այդ ժամկետը անցել ես։ Ուրեմն մեծ լուրջ խնդիր ունես։ Հետո ձեր գործը ելնում է որ առաջի օրը որ խոսում եք հետո ասում եք 6.5 եւ ասում ես ինչ ես կարծում լակ անեմ, դե չանեմ, որտեվ իմ մասնագիտություն չի, ես բայեր եմ, ես ման տուն առնող եմ։ Եվ ես բժիշկ եմ, փաստաբան եմ, ինժեներ եմ, մեխանիկ եմ, խոհարար եմ, ռեստորան ունեմ, truck driver եմ, ես իմ գործը տոկոսների մասին չի։ Մենակ իմանում եմ, որ շուկայում 5 տեղերացայիններ եմ, ամեն ասում են տոկոսները 6 է, կարող ես 6-10։ Եվ լակ անենք, գգացած դե կետա վրև։ Եվ այդ loan-ի agent-ը կամ broker-ը պետք է քեզի բացատրի այո եւ ոչ եւ ինչու։ Նույնիսկ refinance։ Հիմա օրինակներ տամ, որ անցյալ անգամները, եթե չեք տեսել, կարող եք YouTube-ի վրա իմ անունս նայեք, հին նախքան սեպտեմբեր 17-ի նախավերջի վիդեոն եթե նայեք, ես խնդրամ ամենին հեռուստատեսությամբ եւ email-ներով եւ social media-ով եթե հետեւում եք իմ social media-ները Instagram, Facebook եւ այլն, ասում որ կենտրոնական բանկի ժողովի օրը 17-ին եթե հայտարարեն տոկոսները իջացնելու են, տան տոկոսները բարձրանալու է։ Պաշտոնական հայտարարում and so happen ելավ։
Վերջապես 34 տարվա փորձառություն ունեն։ Կախում ունի, որ շուկային ներսնես, ընդհանրապես շուկան իրան շատ adjust անում ցած կամ շատ վրև, կապ ունի ինչ են սպասում։ Եթե սպասելիքը դեպի downside, եթե սպասում են տոկոս, օրինակ 40% իշնի, կես տոկոս իշնում, մինչև actual օրը հետո adjust անում, կամ հակառակը, դեպի տոկոս բարձրանա, շատ բարձրացնում են, որտեղ ելերը հակառակն էլ է, միշտ down strategy-ի։ Եվ ես իմանում եմ, ասեմ կենի եւ լավ, որտեղ վերջապես փորձառություն կա։ Բայց այդ օրերը մեր հայրենակիցներին ասում եմ լավ արեք, մի սպասեք։ What if 17-ին կենտրոնական բանկը տոկոսի իջացնի, տոկոսն ավելի իշնի։ Հնարավոր է, absolutely։ Ինչպես ասամ, guarantee բան չկա։ Ոչ ոք չի իմանում, որ համապայման տոկոսը լակ չանես կամ լակ անես, ինչ կենի ապակայում։ Ոչ ոք չի իմանում։ Բայց երբ որ գալիս է լաքի ժամանակ, մեկ ասում են, ես էլ չեմ անում։ Ինչ ես կարծում։ Մեջտեղը շվարած վիճակի մեջ եմ, անեմ, չանեմ։ Անեմ կարող ավելի իշնի, լակ չանեմ կարող ավելի բարձրանա։ Ինչ ես կարծում, պարոն Ղարբյան, դու ինձ ասա։ Ես նայում եմ հարցը տարբեր ձևի։ Մանավանդ իմ պարագայում, չեմ ասում հաճախորդի հաշվով կամ փորձառություն, եւ չեմ ասում մորգեջի մասին, տունի մասին, խոսում ենք մեքենայի մասին, հագուստի մասին, եւ շատ կարող եմ ասեմ, երևի լավ բնավորություն չի, որովհետեւ ունեմ ընկերներ, հարազատներ, որ տեսնում եմ ճիշտ հակառակն են անում, եւ պատած անգամ ասում եմ, չեմ ասում Երանի իրանց, բայց ասում եմ, երևի ես էլ անեմ։ Եվ ինչ, օրինակ, կալուստիկ պետք ունեմ։ Պետք ունեմ ուզում եմ, ոչ թե պետք ունեմ, ուզում եմ, ձեռնարկա այդանք առնելու, նոր տարի է գալի, նոր տարվա մեծ սիրուն, նոր տարվա գալուստիկ։ Գետամ խանութ եւ գնայեմ հատը կառնեմ։ Բայց կարող եմ ասել, Labor Day weekend, Thanksgiving-ին բանա, ինչա Black Monday է գալի, եւ sale են դնելու, ավելի լավ սպասեմ այդ sale-ի օրը համառնեմ։ Քան թե այսօր է համառնեմ։ Կարող է sale-ի օրը, sale-ի վրա դնեն ավելի արժան լինի։ Կարող է չլինի, կարող է ուզածս գալուստիկը չլինի, կարող է sold out լինի, կարող է առավոտ բեկը 5-ին այդամ շարք կանեմ էդի առնելու համար։ Ուզում եմ առավոտը ու Thanksgiving-ի առօր այդամ շարքի կանեմ։ Եվ շատ կարողաներ կա։ Կարժի իմ համար սպասեմ, դե չասպասեմ։ That's the question. So այդ օրը որ ուզում եմ այդամ այդ գալուստիկը այսօր առնեմ, նայում եմ, եթե այսօր օրինակ $100 արժեքը եւ այն օրը sale այլնելու դնելու են $80, եթե ես այս $100 այսօր պատրաստ եմ վճարելու, ոչ կուզեմ սպասեմ, ոչ կուզեմ իջնի, ոչ այդ գլխացավերը, ոչ այդ քուդս փախցնելը։ Այս $100-ը ես իմ գալուստիկը շատ ուրախ եմ։ So երբ գալիս է տոկոսների մասին, եթե այսօր, ասում գիտես ինչ, այսօր պարոն Վարդան Վարդանյան, տոկոսը 6% այլնելու, ամիսը $600 payment-ը ցած է գալու։ Հիմա լախանեմ, մյուս շաբաթ կարող է տոկոսը բարձրանա, կարող է իջնի, կարող է $650 save անես, կարող է $550 save անես։ Այսօր $600 guarantee save ես անում, ուզում ես, let's lock, դու քշերը քնի, ես էլ քշերը կքնեմ, առանց իմ մտահոգվելով աղիշ պեկել։ Եթե այսօր տեսնում ես, որ չէ 600 ձեռ չի տալի, payment-ս $600 չի իշնում, $50 է իշնում ձեռ չի, that's the first story. But if you're benefiting from it, այսօր շահը ստանում ես, վաղը Երանի շուտ չիմ լաքար է, տեսար իջավ $613 save կանին փոխարեն $600։ Բայց չես մտածում, որ what if բարձրացավ, միայն $400 save կանիմ, լավը լաքարար $600 save էլա։ Հիմա ինձ ինչ է հիշացնում 2004-5 թվականներին, որ interest only-ներն էր, adjustable-ներն էր, negative loan-ներն էր, որ ամեն մարդ 5 տուն էր առնում առանց որևէ թուղթի։ Այն ժամանակ option-ները կար, շատ պարզ հիշում եմ,
գալիս են 5 տարվա ֆիքսի վերջնում եւ option ունին prepayment-ով կամ առանց prepayment-ով։ Եվ բարձ բացադրվում էր prepayment-ով 2 տարի 5 տարի prepayment ունես եւ payment եւ տոկոսը տենելու օրինակ 5.5։ Եթե առանց prepayment-ի վերցես տոկոսը կլինի 6, բայց ազատ ես refinance անես երբ որ ուզում ես։ Բայց մյուսի 5.5 այլում 5 տարի չես կարող refinance անես։ Payment-ի տարբերությունը ունի, հա, 5.5 6 անշուշտ payment-ի մեջ տարբերություն ունի։ Մեր տարի անցումա տոկոսները իջնում է։ Տեսար պարոն Ղարեբյանը խափավ մեզի prepayment-ով տվավ, մենք չենք կարող refinance անենք։ Ոչ։ Քեզ բացադրանք, քեզ choice-երը տվան, քեզ ասենք էսա, so happen market-ը drop արավ։ Եթե market-ը բարձրանար, կասի ես լավ պարոն Ղարեբյանը մեզի լակ արավ։ Լավը ամենաս քիչ ունեմ, նա կարող է prepayment-ի ունեն, ավել են տալի ինձանից։ So իրականության մեջ մարդկային սովորությունը ինչ որ անում ես, բայց մետը պետք է համոզվես satisfaction։ Հիմա տուն առնելուց, այդ նույն refinance-ի համար տուն առնելուց նույնը հայրենակից հեռացայնում է, դեռ տուն չենք տեսել, առաջ pre-qualification-ն ենք անում։ Նայենք իշխանոց տուն ես կարող առնես, ինչքան եկամուտ ունես եւ այլն, եւ վտա վրա ուսումնասիրում ենք եւ ասում այսօր տոկոսս ինչ, ասում գիտես, ես այսօրվա տոկոսով քեզի approve չեմ անի եւ այսօրվա տոկոսով քեզի payment-ը չեմ ասի։ Նորեն հակառակը աշխատում ինձ դժբախտաբար շատ մեր հայրենակիցներից չեն հասկանում եւ այդում են ուրիշ տեղ, which I'm happy, շատ ուրախ ինչու որովհետև եթե այսօրվա տոկոսը 5.75 է, որ նոմիկս հետո կնայենք տոկոսները։ Եթե այսօրվա տոկոսները 5.75 է, եւ ձեզի approve եմ անում 5.75-ով։ Մինչև այդում ենք տուն ենք նայում, մինչև ճարում ենք նոր տարի այլնում, օրինակ, եւ տոկոսները ամեն օր economy news-ներ կա GDP, PCI, CPI, եւ տոկոսները 6.5 Հիշում ես քեզ ասեմ payment-ն կելի $5,500, հիմա payment-ն մա $6,000։ Մենք քիչ սկսանք, տես որը բարձացա, որը հասան։ No, այդ օրվա տոկոսով քեզի ասեմ, բայց նորեն քեզի ասեմ, որ ես թող քեզ 6.5-ով approve անեմ, 6.5-ով տոկոսն այդ հաշվեմ։ Եթե 5.75 մնաց, շնորհավոր, icing on the cake, շատ լավ։ Բայց եթե բարձրացավ դու պատրաստ ես եւ այսօրվանից իմանում ես worst case scenario, ամենս վատ բարագամ կես տոկոս վրևեթա, this is what it is մինչև տուն առնել ես։ Եվ ասես չէ, հիմա բանից կասես չէ, եթե տոկոսը գնաց վրև 5.75-ից վրև, ես չեմ կարող payment-ը տամ, այդ օրվանից ասես չէ թանք տուն նայենք մինչև հետ իշնիցած։ Sure։ Այս բոլոր փորձառությունները կյանքի մեջ ունեցել են, բայց միայն փորձառությունը չի։ Կրթությունն է, որ մենք բոլոր economy ամեն մանրամասերից պետք է իմանաս։ Ոչ թե միայն ընկերներով, բարեկամներով նստած ենք սեղանի շուրջը ճաշի ժամանակ ամեն մարդ իր կարծիքն է տալի, մասնագիտությունն է կամ չէ, բայց ես Եթե եմ հաշվապահից հարցեր եմ տալի օրենքների մասին, tax benefits եւ այլն։ Նստում եմ ուրիշ պրոֆեսորների, ուսուցիչների մոտ իրենց հարցումներ եմ տալի։ Այ մինչև հիմա էլ փորձում եմ սովորել։ Առավոտից իրիկու financial news-ը օրվա 20 ժամը financial news-ը, 18 ժամը financial news-ը իմ հետ է։ Մեքենայի մեջ, տունը, office-ը Օրական լուրեր, բոլոր սեկտորներում, բոլոր էկոնոմիում, stock market-ի, economy, տարբեր էկոնոմիներ, financial օրենքներ, պետական օրենք է գրվում, լրիվ էկոնոմի փոխման շիֆտ անում։ Երբ այդ բոլորը իմանաս, շատ ավելի հեշտությամբ կարող ես սովորացնես, եւ ինչու չեմ ուզում բոլորը պատմեմ, որտեղ ամեն անձնավորության case-ը տարբեր է։ Մենք նայենք ուրբաթ օրը շուկան ինչպես փակվավ, արագ տոկոսները եւ տուները ուզում եմ ցույց տամ, լավ տոկոսներ ունենք մենք նայեմ մարքեթը ինչպես փակվավ։
Ուրեմն Dow Jones-ը 46247, 299 փոնդ շահով փակվավ, S&P-ն 6643, 38 փոնդ շահ ունեց եւ Nasdaq-ը 22484, 99 փոնդ շահ ունեց Nasdaq-ը, գերմանական DAX-ը 23739, 200 փոնդ շահ ունեցավ, անգլիական FTSE-ն 9284, 70 փոնդ շահ ունեցավ, Japanese Nikkei-ը 45354, 399 փոնդ կորուստ ունեցավ, Chinese Shanghai 3828, 25 փոնդ կորուստ ունեցավ։ Քարյուղը մեկ շտանգացավ $65.33, 35 սենտ բարձրացավ, ոսկին 3795, $24 բարձրացավ, արծաթը $46.47, $1.30 արծաթը բարձրացավ, platinum-ը $1588, $58 բարձրացավ platinum-ը։ Եվրոպական եվրոն $1.17, 1 եվրո, անգլիական British Pound-ը $1.34, 1 pound, Bitcoin-ի Coinbase-ը ուրբաթ օրվա փակման ժամանակ 109,000 եւ Հայաստանի դրամը 382 դրամը $1։ 10 տարվա Treasury, որ 30 տարվա վարկեր է, ինչպես տեսնում եք, 4.17, անցյալ շաբաթ 13, եւ նայեք ինչքան է իջե, այսի կենտրոնական բանկի ժողովից առաջ տեսնում եք 9.12-ին 4.0, հիմա 4.17, մոտ 10 basis point բարձրացել է, որ տոկոսներին ազդում է հիմա ուրբաթ օրվա փակումներ։ Ինչպես տեսակ, տոկոսները մարքեթը իր բաներ ունի։ Տոկոսներին մի հետաքրքրվենք, տոկոսները բարեբախտաբար դեռ առայժմ ես, ինչպես սկիզբը ասեմ ծրագրին, դիրեն sky high adjustment-ը պահել է, որտեղ դեռ շուկան մի քիչ confused վիճակի մեջ է։ Շո նայենք տոկոսները, խնդրում եմ, բոլոր տոկոսները չեմ կարող ցույց տալ, մարդը equity շատ ունի, մարդը equity քիչ ունի, մարդը credit-ը շատ է, մարդը credit քիչ է, մարդը մեջն ապրում վարձու տուն է, մարդը condominium է, մարդը 4 unit է։ Այս բոլորը տոկոսներին ազդում է։ Ես ցեցի միայն generic, այսինքն միայն single family հողով տուն, միայն գոնե 20% equity մասին, այդ 50% equity տոկոսը էլ լավ կելին քանտին չեմ ցույց տալի, միայն 781 credit score-ով, եթե credit score 740-ը կփոխվի եւ այլն այդ մանրամասերն է։ Սա 9%-ները խնդրում եմ։ Սա refinance-ի համար եմ ցույց տալի, թե վարկը 300,000-ից 806,000-ը 5.875 1 point-ով Եթե վարկը 300-ից 800,000, բայց cash-ա տեսամ, բայց մոռացամ ասեմ այս շաբաթ, այս 800,000-ը բարձրացրել են, մեր արդեն 819,000-ը նորեն եւս բարձրացան, որ պաշտոնական հունվար 1-ից է սկսում, բայց մենք արդեն պատրաստ ենք 819-ով, մի շաբաթ ավելի մանրամասը կասեմ, 6.125 cash out, high balance-ը 806,000-ից 1.209,000 5.99 point-ով։ Այսի profit and loss statement-ը առանց tax return-ի եւ interest only։ Այսինքն payment-ի դժվարություն ունես այսօրվա տոկոսներով եւ ուզում ես միայն տոկոսը տաս, որ payment-ը քիչ լինի, մինչեւ տոկոսները իջնի, մինչեւ refinance անես։ Ինչպես տեսնում եք, rates at 70%, 30% equity-ով, այսի refinance-ի համար ոչ թե տուն առնելու համար 6.5% 1 point-ով։ FHN եթե վատ credit ունեք, 620 credit ունեք եւ ուզում մինչեւ $800,000 cash out անեք, գումար քաշեք, պաճառ credit քեզի ոչ ոք տոկոս չի տալի 5.625։ First time home buyer-ի համար այսի buy down program-ն է, որ temporary buy down-ը, որ ասել եմ բացատրել եմ քանի անգամ, օրինակ եմ տվել, եթե $1 million առնում ես 20% down payment դնես, վարկը դնում $800,000, այսօր տոկոսը կենի 5.875, որ էլ $4,700։ Այսպես պարագամ ես չեմ կարող $4,300 տամ, մենակ կարող եմ $3,700 տամ մեկ տարի, մյուս տարի $500 կշատանա, փորձեմ մյուս տարի գործերս լավանա $500 ավել եւ երրորդ տարին սա։ Այսի ստանալու համար սելերը, որպես seller, մենք սերից խնդրում ենք, որ այս ծախս ունի հստակ համար 15,000 ծախս ունի, դու արի ծախսը դուր եւ օգնի, ասում են temporary buy down։
Permanent buy-down-ը այս պարագայում եթե first time home buyer ես 3% down payment ես դնում եւ մինչեւ $800,000 owner occupied ես օրինակ ցույց եմ տվել, սա տեսնում ես 5.5% 2 point, ստեղում 6.10 point, այս buy-down-ը եթե պարկը $800,000 օրինակ եմ ասում $800,000 2% օրինակ $16,000, ասենք պարոն seller մեզի $16,000 դրամ դուր, մենք ես մեր հայրենակցի տոկոսի 5.5 բերենք ցած։ Կուզեք 5.5-ով այսօր տուն առնեք, աս 2 point-ն է։ Կա 20% կանխավճարից բոլորը որ տեսվեք նույն ձևի կարող ենք անել, կարող եք 5.5 ստանալ 2 point վճարելով seller-ից առնենք։ Չեմ անում, եթե ժամանակս կների ուզում եմ արագ այդքան որ high balance-ը նայենք, high balance-ը 5.875 point-ով 10% կանխավճարով, նույն ձևի 5.992 point մինչև $1,200,000 20% կանխավճարով 15 տարի։ FHN-ները դեռ 5.375 հոյակապ տոկոս են, FHN-ները լավ շատ ցած են, իմանում են payment-ները բոլորին իշեի, թե FHN loan ունեք, FHA-ից FHA առանց 0 ծախսի եւ առանց 0 թուղթի 6.25։ Մեր ջամբոները հոյակապ տոկոսներ ունեն, այսի profit and loss program-ը առանց tax return-ի 6.375 VOE program ունենք, որ միայն verification of employment-ով է, սա bank statement program-ն է, սա հոյակապ loan-ի ծրագրեր ունենք։ Ինչպես տեսնում եք, տոկոսները they're fantastic, տոկոսի հարց չկա ընդհանրապես, միայն պետք է տեսեք ձեր payment-ները կարող եք վճարեք, դե ոչ։ Մենք տուների լիստինգները արագ նայենք, ժամանակը շատ արագ է, դու խնդրում եմ նայենք լիստինգները։ Սկսելով Van Nuys condominium townhouse-ներն են 2 bedroom 2 bath 837 square feet $300,000 homeowner association-ը մոկա first time home buyer-ը $480,000 affordability հարցը ես կարող եք նույնիսկ seller-ին ասենք ձեր համար վճարի մաքուր moving condition Van Nuys-ում why not առաջի տուն առնելով ման նույնիսկ կարող եք առնել վարձուտակ եւ private garage-ն ունի Glendale 2 bedroom 1 bath իմանում եմ 1 bedroom նայող շատ կա, այսի 2 bedroom-ը, բայց 1 bath երկու հարկի վրա է 840 square feet-ը բավականին մեծ է $589,000 այս վիճակի տուն սենսի ռիմալը I don't see anything wrong with it մեկ իչ թանկը բայց washer-dryer hookup-ն ներս ունի բայց շատ թանկ չի I could tell you for a 2 bedroom is not bad Canoga Park 3 ննջասենյակ 3 լվացարան 1785 square feet size-ը մեծ է $525 homeowners association ապս նայեք price per square feet $358 այս ուզենա սարքես ավելի թանկ գվերջանա քան թե $358 $640,000 asking price Canoga Park-ում բայց 3 bedroom-ը եւ բանել ունի size-ը մեծ է Chatsworth 4 ննջասենյակ 3 լվացարանով 4 bedroom տեսնում եք ջոգա կոնդոմինիումի նման չի ապարտամանի վրայով հարևան չունես ցածը չունես townhouse-ը 2183 square feet it's huge for a condominium townhouse-ը երկու հարկի վրա եւ հարևաններ վրայով ցածը չունես եւ asking price $311 price per square feet $679,000 հոյակապ price-ը, հոյակապ տունը, հոյակապ size ունի This is a winner Էսի չեմ կարծում ես townhouse-ը կմնա շատ շուկա Pasadena 2 ննջասենյակ 2 լվացարան 1184 square feet տունի մեծությունն է Wet barrel ունի շատ ռիմադելելած չի, բայց վիճակն էլ վատ չի Պետք է իմանանք ինչ եք նայում, երբ որ տուներ նայում եք գետինի մանրատախտակներն այդ շարերները ու տեսակ պատոհանի վրա Ակին բանանում washer dryer hookup-ն եք նայում, դուսի նստելու տեղն եք նայում, հարևան նայում ներսը դե չէ, Gmail ունի $700,000 asking price, you can't go wrong, այդ ամեն առավելի չէ։ Sherman Oaks 2 bedroom 3 bath 1622 square feet, speaker-ներ տեսնում եք, ստեղում recessed light-եր տեսնում եք, այս ամեն մանրամասերն է որ նայում ենք, այս molding-ն ենք տեսնում, այս կոտրվածն ենք տեսնում, ստենք ամենը մանրամասեր են, որ այս register, AC register-ն ենք տեսնում, ստե marble granite countertop-ը, garage-ը private-ը եւ այս marble top-երը 1622 եւ rooftop նստելու տեղ ունի, which is great for rooftop, անշուշտ մատ umbrella պետք ունես, որ արևի տակ չելնես, Sherman Oaks $739,000
Beverly Hills, այս տունը, այս location-ը, թաղամասը զարմանում եմ ինչու այսքան արժան, nothing wrong with it, նայել եմ, այսի չի մնալ Beverly Hills, great location, 2 bedroom, 2 bath, 1157 square feet, great condominium homeowners association, շատ լավ է, $836,000 Beverly Hills-ի love location-ում, I'm surprised that this is a good property. Pasadena 2 bedroom 3 bath 1375 square feet շատ սիրուն ճաշակով բան են արել modeling են արել տունը սարքել են it's greatly done $450 միան homeowners association-ը բայց over staging արել շատ սիրուն արել private garage-ն էլ ունի եւ asking price $899,000 եւ private patio-ն էլ ունի Newport Coast, oh yeah, this house. This is շատ գեղեցիկ է Newport Coast Beach, 3 ննջասենյակ 4 լվացարան, townhouse-ը, 2305 square feet է, so size-ը բավականին nice size, խոհանոցը սրտաբաց մեծ, Douglas վարակույրներն էլ ունի, walk-in closet-ը տեսակ են հետևը, շատ սիրուն է, վարակույրները հաներ են ստեից, $1,019 price per square feet, $860 homeowners association-ը, asking price $2,350,000, պաշտոնական townhouse-ը, այսպես տեսնում եք SUV complex-ը։ Newport Beach actually, Newport Coast-ը, Newport Beach, 3 ննջասենյակ 3 լվացարան, $2,180 square feet ունի մեծությունն է, $750 homeowner association for Newport Beach, that's cheap $750, $1,606 price per square feet, Newport Beach-ում, view-ն չունեսը տենցի $3,500,000, բայց 2,180 square feet, make it overpriced up, but you're right there by the beach, that's what's important. Single family տուներն այն կտան condominium townhouse-ն Winnetka-ով սկսենք 3 ննջասենյակ 2 this is a fantastic home for the price $650,000 asking price-ը տունը հողը մեծ է այդքան մեծ բան չունես but it has a lot of amenities for a starter մեկ քիչ աշխատանք ունի ինչպես տեսակ թաբը պահերին փայտով չընկնի you need some work, but make it a cash uni, hold it meta, you can do a lot, you pull a luni, which most probably cash because necessary. Financing this warning. Silmar church in just saying direct about say, no, Nessie, here was a hard ashore square feet of Bavakani meta, Hogelunes Bavakani, in a singular homeowners association, and Nunis Tuna or Pakashi, but homeowners association and $400 price per square feet, $860,000 Silmarum, միան cosmetic, but նկարները ճիշտ չեն նկարել։ Այս դուս մատուկ է խոտ grass, ցանես no big deal, ջուրտ ասինքն դուս կգա wild բաներով։ Sunland 3 ննջասենյակ 2 լվացարան 1480 square feet ունի մեծությունն է, 6000 square feet հողամասի մեծությունն է, ասած միան գետինը պիտի փոխես ու համապատասխան լինի Cabinet-ը նույն տեղը միան cabinet-ը փոխես արդեն փայտի պատուհաններ ունեն ստան պիտի countertop-երը փոխվի so yes cosmetic գործ ունի բայց $605 մի քիչ overpriced է բակը շատ լավ է մեծ է $895,000 asking price այդ վիճակով մի քիչ too much է North Hollywood 3 ննջասենյակ 1 լվացարան 1446 square feet ունի մեծությունն է 6700 square feet հողամասի մեծությունն է Էլը նորեն որ տեսնում եք there's nothing wrong with counter-ները լավա խոհ cabinet-ները լավա գետինը մեկը մեգույն են տարբեր սենյակները bedroom-ի թաբը հինա այս կարմիր կապույտ նարնջագույն գույները չեմ անում այս patio-ն հոյակապա խորովածի տեղը $950,000 թրջուն էլ ունեն բավականին խոտ ունեն North Hollywood-ում Valencia 3 ննջասենյակ 4 լվացարան այսի homeowners association-ի $483 բայց 2024 թվականի շինարարությունը 2547 square feet ունի մեծությունն is brand new 9800 square feet հողամասի մեծությունն տունը հողով 483 homeowners association-ը ունի ապահովության համար եւ gated community դուսը հակին
ապրանք բաներ ունի, հնարավորություններ ունի, $1,069,000 մա $420 price per square feet, you can go wrong այդքան արժանով, եթե քո բակը դա ունես։ Շատ արժան է դե։ Թահանգա 3 ննջասենյակ 2 լվացարան 1847 square feet ունի մեծությունն է 20,000 square feet հողամասի մեծություն, մեկը մեծ հող է ուզում this is it, տունը նայեք, հինա որպես outdated, բայց շատ մաքուր պահված է, այս կարպետը, սրճագույնի կարպետը փոխենք, doesn't have a շինարարություն չունես, cosmetic է, ներք, flooring, nothing wrong with it, հոյակապ տունը չափս ունես, հողի մաս ունես, $1,279,000 $692 price per square feet, մեկ քիչ overpriced է։ Glendale 3 ննջասենյակ 2 լվացարան 1557 square feet տունի մեծությունն է, 6000 square feet հողամասի մեծությունն է, asking price $1,300,000 $834 price per square feet. I think it's a little bit overpriced, location-ը լավ է, բայց միայն Glendale-ում $1,300,000 շատ տուն չես ճարում։ Բաժար չափսին, բայց I think it's a little bit overpriced. Համեմատ ինչ պետք է անես։ Burbank 3 ննջասենյակ 2 լվացարան 1466 square feet տունի մեծությունն է, 6249 square feet հողամասի մեծությունն է, էս էլ upgrade պետք ունի, ճիշտ է իրանք արեր են, բայց շատ մութ, very dark, միշտ ուզում ենք լույսավոր անենք, որ ժողովուրդը սրտաբաց ելնի, ես գույները շատ գեղեցիկ են, բայց տունի համար չեն, նայեք այս սենյակը հիմա, that's a library երևի ուզում այդ գույն պահի։ $1,350,000 asking price, $921 price per square feet, which is pretty high. Burbank 5 ննջասենյակ 4 լվացարան 2297 square feet տունի մեծությունն է, 6007 աշխարհի հողամասի մեծությունն է, Անմիջապես ասեմ $631 price per square feet, այո, ես տեսել է հինա, հինության վրա արժեքը just արի over-եսի առնի, $200 վրեն ծախսի price per square feet, ելումա 631, իրանց համար 831 finished product, բայց սա ADU-ն էլ ունի, ADU-ն էլ նույնիսկ permitted է և մաքուր վիճակի մեջ է, so ADU-ով պատրաստուն եք ուզում Burbank-ում, $1,450,000 asking price, առաջի տունը մեկ քիչ upgrade-ներ պետք ունի։ Nothing wrong with it, $631, it's a great price. Grand Hills 5 ննջասենյակ 4 լվացարան, nicely done էսի 2741 square feet pull-off տունը, 17000 square feet հողամասն է, good location, շատ լավ թաղամասում է, $529 price per square feet, բայց ճաշակով սիրուն ռիմադդելած է, փուլը ունի, բակ ունի, I like it, ննջասենյակները լավ մեծ են, սրտաբաց է, $529 price per square feet, $1,450,000, it's not bad, մի քիչ կարպետները պետք է փոխվի, բայց ուրիշ բան չունես անելու, բացի կարպետ փոխելները, everything else is there, I think it's a good price pull-off տուն, շատ սիրուն և լավ թաղամասում։ Glendale նորեն 3 ննջասենյակ 2 լվացարան 1758 square feet տունի մեծությունն է, 12000 square feet հողամասի մեծությունն է, this is a good home, good location, good floor plan, $847 price per square feet, բայց ես տեսել եմ, this is a winner, $1,489,000 over-եսի առնի, բախտավոր է ելնում, որտև լավ տուն է, լավ թաղամասում, լավ floor plan-ում, մեկ ինչ բակը ցենցիա, բայց nothing wrong with it, եթե ֆուտբոլի դաշտ չես ուզում, you have plenty of outdoor space. Pasadena 4 ննջասենյակ 3 լվացարան, 2182 square feet տունի մեծությունն է, 11000 square feet հողամասի մեծությունն է, asking price $1,629,000, $745 price per square feet, չեմ գաստենք մատը ցույց տանք, Burbank 4 ննջասենյակ 3 լվացարան 2043 square feet տունի մեծությունն է, 6400 հողամասի մեջ, շատ մաքուր moving condition, recessed light-ով գետիներով ամեն ինչով $832, այս մեկը կարժի $832, որտեղ moving condition է, $1,700,000 is moving condition, շատ կներեք, կարծեմ ժամանակս չի ներում,
փոքրիկ բանել ունի, այս մյուսը Լաքանյարը Flintridge 4-տնջասենյակ 3 լվացարան 2500 square feet ունի մեծությունն է, 15000 հողամասի մեծությունն է, $707 price per square feet. It's great for Լաքանյարը, $1,800,000, մեկ ինչ բակի հարց ունես։ Շնորհակալ եմ, որ նայում եք եւ հետեւում եք մեր ծրագիրները, մեր հետ մնացեք, հետեւեք, հեռաձայնեք, որտեղ ասեմ case by case տարբեր է, ամեն մարդուն նույնը չի, ինչ որ ձեզի պատկանում է կամ լսում եք չի նշանակում ամենինը նույնն է, կփորձենք ձեզի ճիշտ ուղղությունը ցույց տալ։ Շնորհակալ եմ եւ կհանդիպենք ձեզ հոկտեմբերին, ստեսություն։ Thank you.